Մարդուն պետք եղան հազարավոր տարիներ, որ սպիտակ ուռենու կեղևը, որը վաղուց օգտագործում էին տենդի եւ ցավի դեմ, դառնա մեզ ծանոթ դեղի՝ ասպիրինի հիմքը։ 20-րդ դարի կարևոր հայտնագործություններից մեկը Ալեքսանդր Ֆլեմինգը 1928 թվականին նկատեց, որ պենիցիլինը սպանում է բակտերիաները, բայց դա միայն 10-ից 15 տարի անց դարձավ դեղամիջոց։ Այսօր դեղերի ստեղծումը սովորաբար տևում է մոտ 10 տարի, բայց AI-ը դա էլ է փոխում։ Ինչ դեր ունի De Novo Sciences հայկական ստարտափը այս ոլորտում։ How-to-be-ին շարունակում է ներկայացնել հայկական ստարտափները։ De Novo Sciences հայկական ստարտափը ստեղծում է քիմիական նոր մոլեկուլներ, որոնք ունեն դեղամիջոց դառնալու պոտենցիալ։ Թիմը ներառում է ֆիզիկոսներ, քիմիկոսներ, կենսաբաններ եւ AI մասնագետներ, որոնք միավորում են գիտական մտածողությունն ու ինժեներական հնարամտությունը։ Ընկերության համահիմնադիրներն են Հովակիմ Զաքարյանը, Մհեր Մաթևոսյանը եւ Վարդան Հարությունյանը։ Ստարտափը հիմնադրվել է 2019 թվականին։ Դեղագործության ոլորտում երկու հիմնական խնդիր կա։ Շատ երկար է տևում նոր դեղամիջոցի ստեղծման process-ը եւ հետեւաբար այն ինչ որ շատ երկար է տևում, իսկ դեղերի դեպքում դա 10 տարի եւ նույնիսկ ավել, հա, այն ինչ որ շատ երկար է տևում, դա նաեւ շատ թանկ է։ Հաջողության տոկոսը, թե որքան է հնարավոր վերջում ունենալ դեղամիջոց, չնչին է չափազանց փոքր է, 10%-ից էլ քիչ է։ Դեղամիջոց ստեղծելու փուլերը մի քանիսն են։ Առաջին փուլը լաբորատորն է, որը տևում է 3-ից 4 տարի։ Այդ ընթացքում գտնում են քիմիական միացությունները։ Հետո գալիս է նախակլինիկական փուլը, որտեղ ավելի համապատասխան քիմիական միացությունները փորձարկվում են արդեն կենդանիների վրա։ Եթե այդ փուլն էլ է անցնում, արդեն կլինիկական փուլում մարդկանց վրա են փորձարկումները տեղի ունենում։ Այդ բոլոր փուլերում ձախողելու հավանականությունը շատ մեծ է եւ շատ դանդաղ ու ծախսատար ընթացքի պատճառով հազարավոր մարդիկ մնում են առանց բուժման։ De Novo Sciences-ը թիրախավորում է առաջին լաբորատոր փուլն ու մի քանի անգամ ավելի արդյունավետ է դարձնում այդ ընթացքը իր մշակած մեքենայական ուսուցման մոդելով։ Միշտ եթե նայում եք հիվանդությունների պատճառներին, այնտեղ կամ այնպիսի սպիտակուցներ են, որոնք ձեռք են բերել ոչ ցանկալի ակտիվություն, կամ հակառակը իրենց ակտիվությունը, որոնք պետք է ունենային, կորցրել են եւ արդյունքում զարգանում է, ձևավորվում է այն հիվանդությունը, որը մարդու համար վտանգավոր է լինում։ Հիմա, եթե դուք կարողանում եք այնպիսի քիմիական միացություններ նախագծել, որոնք ճիշտ թիրախ սպիտակուցի հետ կարողանում են փոխազդել եւ վերականգնել իր ակտիվությունը, կամ հակառակը ճնշել իր ոչ ցանկալի ակտիվությունը, հենց այդ քիմիական միացություններն հետագայում դառնում են դեղամիջոցներ եւ հիմա բոլոր դեղամիջոցները, որոնք կան, մարդիկ օգտագործում են, իսկ դրանք մի քանի հազարն են, բոլորը մի մեխանիզմով են աշխատում։ Ինչպես են անում։ Հիմնականում շատ բաներ պատահականության հիման վրա են։ Այսինքն դուք քիմիկոս եք, որոշակի քիմիական միացությունների սերիա եք սինթեզում, հետո ձեր գոլեգաները դրանք ուսումնասիրում են։ Բախտերը բերեց այդ քիմիական սերիայի մեջ, ասենք 50 քիմիական միացությունից մեկը ցույց տվեց ինչ որ հետաքրքիր ակտիվություն, սկսում եք կենտրոնանալ դրա վրա եւ դա ուսումնասիրել։ Հիմա մենք թիրախավորում ենք այդ շրջանը եւ ասում ենք եկեք հույսը չդնենք պատահականության վրա, այլ եկեք հենց ի սկզբանե նախագծենք քիմիական միացությունները այնպես, որ նախ իրենք ունենան լավ հատկանիշներ դեղանման եւ երկրորդ իրենց կապման հավանականությունը ձեզ հետաքրքրող թիրախ սպիտակուցի հետ շատ ավելի մեծ լինի, քան թե երբ որ դուք պատահական այսպես բան եք գալիս քիմիական միացություններ։ De Novo Sciences-ը ստեղծել է մեքենայական ուսուցման իր ալգորիթմները եւ այդ ալգորիթմներով գտնում է քիմիական նոր միացություններ, որոնք ունեն լավ դեղանման հատկանիշներ, որպիսի ձախողելու հավանականությունը որևէ փուլում քիչ լինի։ Նրանք աշխատում են սինթետիկ տվյալների հիման վրա։ Ինչ է դա։ Ոչ թե իրական լաբորատոր տվյալներ վիրուսների ու հիվանդությունների մասին, այլ ստեղծված վիրտուալ միջավայրում։ Մեր մեքենայական ուսուցման ալգորիթմները, որպիսի իրենք մարզվեն, այսինքն այդ training process-ը տեղ ունենա, իրենք չեն օգտագործում իրական կյանքից եկող տվյալներ։ Ցավոք սրտի դեղագործության ոլորտում կամ բժշկության մեջ ընդհանրապես, հիվանդություն առաջացնող, այսպես ասենք, սպիտակուցների կամ պատճառների մեծամասնության համար, բացարձակ մեծամասնության համար այդ տվյալները կամ չկան, կամ շատ քիչ են եւ հետեւաբար
եթե նույնիսկ շատ լավ մոդելներ ունեք մեքենական ուսուցման, տվյալների պակասի կամ չլինելու պատճառով այդ մոդելները դուք չեք կարող ճիշտ ձևով մարզել եւ արդյունքում չեք ունենալու լավ աշխատող, արդյունավետ աշխատող մոդելներ։ Որովհետեւ այդ խնդիրը մեզ համար այսպես սահմանափակող գործոն չլինի, մենք որոշեցինք, որ հենց ի սկզբանե օգտագործելու ենք այնպիսի մեքենական ուսուցման մոդելներ, որոնք կարող են մարզվել, հա, օգտագործելով սինթետիկ տվյալներ։ Այս կոնցեպտը մենք առաջիններից էինք, որ սկսեցինք օգտագործել, եւ դեռևս մինչեւ հիմա շատ քիչ ընկերություններ կան, որոնք այս կոնցեպտով են առաջնորդվում։ Դենավոյում մենք ստեղծել ենք ալգորիթմ AI-ով, որը հիմնվում է սինթետիկ տվյալների հիման վրա եւ գեներացնում է նոր դեղանման միացություններ։ Ինչպես այն աշխատում։ Մենք մշակել ենք քիմիայի կանոնները ալգորիթմի մեջ եւ այն կարելի է մտածել լեգոյի նման հավաքում է մոլեկուլը։ Այսինքն սկզբից վերցնում է այս ատոմը, հետո մյուս ատոմը, հետո հանում է, եթե հասկանում է AI-ը որ այդքան լավ չի, ու այսպես կառուցելով ստանում է մոլեկուլներ։ Ու այդպես գեներացնում է 100,000 մոլեկուլներ, որոնք որ մենք տեստավորում ենք վիրտուալ միջավայրում։ Վիրտուալ միջավայրում մենք ֆիլտրում ենք այդ ամբողջը մինչև օրինակ 100 մոլեկուլ, հետո այդ ամբողջ 100 մոլեկուլը որոշում ենք տանենք լաբորատորիա, սինթեզում ենք եւ արդեն անում ենք կենսաբանական փորձերը։ 100,000 մոլեկուլներ գեներացնելուց շատ կարեւոր է հաշվի առնել այդ մոլեկուլների հատկանիշները։ Այսինքն, որպեսզի մոլեկուլը համարվի դեղ, նրա համար շատ հատկանիշներ կան, օրինակ ջրում լուծելիությունը, օրինակ ակտիվությունը թիրախի նկատմամբ, օրինակ քիչ թունավոր լինելը, եւ այդ բոլորը այդ ամեն ինչը ինտեգրված է մեր ալգորիթմի մեջ, որպեսզի կարողանանք լավ մոլեկուլ ստանանք, այդ բոլորը միաժամանակ պետք է օպտիմիզացնել։ Եվ քանի որ մենք օգտվում ենք սինթետիկ տվյալներից, այդ խնդիրը մենք շատ ավելի լավ ենք կարող լուծել, քան մեր մրցակիցները։ De Novo Sciences-ը միաժամանակ աշխատում է մի քանի ծրագրերի եւ նախագծերի վրա, որոնք առնչվում են տարբեր հիվանդությունների ուսումնասիրմանը եւ ունի բազմաթիվ հաջողված օրինակներ։ Կորոնավիրուսի ժամանակ, հա, Եվրոպական միությունը մոտ 2.5 միլիոն եվրոյի գրանտ տրամադրեց մոտավորապես 25 թե 30 թիմերի, միասին այսպես կոնսորցիում է, որոնք ունեին իրենց համակարգչային տարբեր մեթոդները քիմիական միացություններ գտնելու։ Նպատակը մեկն էր, որպեսզի ամեն մեկը իր մեթոդով փորձի գտնել քիմիական միացություններ կորոնավիրուսի դեմ։ Միևնույն ժամանակ գրեթե նույն ժամանակաշրջանում մենք սկսեցինք մեր նախագիծը մեր ֆրանսիացի գործընկերների հետ նորից կորոնավիրուսի դեմ քիմիական միացություններ էինք նախագծում մեր տեխնոլոգիայով։ Իրենք այդ կոնսորցիումը իր արդյունքները տպագրեցին, մենք էլ շուտով մերը կտպագրենք, բայց արդեն քանի որ կա համեմատելու հնարավորություն, մենք մոտավորապես ծախսեցինք 50,000 եվրոյի չափ գումար եւ գտանք քիմիական միացություններ, որոնք շատ անգամ ավելի ուժեղ էին, քան թե այդ 25 թիմը, որոնք միասին ծախսել էին մոտ 2.5 միլիոն։ De Novo Sciences-ի տեխնոլոգիայի արդյունավետությունը դասական համակարգչային մեթոդներից մոտ 3 անգամ ավելի բարձր է։ Դա նշանակում է, որ հնարավոր է նախնական հետազոտությունների համար ուսումնասիրել 3 անգամ ավելի քիչ քանակի քիմիական միացություններ ու ունենալ նույն արդյունքը։ Ու իհարկե խնայել թե ժամանակ, թե ֆինանսներ։ Ալգորիթմի աշխատանքի մասը ընդամենը 3-4 օր է տևում։ 3-4 օրվա ընթացքում ալգորիթմը տասնյակ հազարավոր քիմիական միացություններ է նախագծում։ Բայց դրանից հետո դուք պետք է նաև սկսեք ֆիլտրել։ Այդ աշխատանքները մոտավորապես ավարտվում են 2-3 ամիս հետո, հաշվարկային եւ սիմուլյացիաների եւ վերջնական վերլուծության։ Մենք ունենում ենք վերջնական ցանկը քիմիական միացությունների, ենթադրենք 50 քիմիական միացություն, որը քիմիկոսները ոչ Հայաստանում, արտասահմանում սինթեզում են, մենք վճարում ենք իրենց այդ աշխատանքի համար եւ արդյունքում մեր մյուս գործընկերները, օրինակ ֆրանսիացիները, եթե խոսում ենք կորոնավիրուսի մասին, իրենք արդեն լաբորատոր իրենց պայմաններում ուսումնասիրում են այդ 50 քիմիական միացությունները։ Մենք ֆրանսիացիների հետ առաջի փուլում սինթեզեցինք եւ իրենք ուսումնասիրեցին 31 քիմիական միացություն կորոնավիրուսի դեմ։ 31 քիմիական միացությունից 18-ը ցույց տվեցին սպասված ճնշող ազդեցություն, այսինքն 50%-ից ավել։ Իսկ եթե դուք նույն այդ աշխատանքը անեիք ավելի դասական համակարգչային մեթոդներով, որոնք կան, վերջի 20 տարվա մեջ ստեղծված,
հիմնականում այդ 31-ից լավագույն դեպքում 4-5-ը ցույց կտային ակտիվություն։ Վերջերս De Novo Sciences-ի թիմը ներգրաված է եղել նաև դենգե հիվանդության դեմ դեղամիջոցի մշակման գործընթացում, աշխատելով սինգապուրյան գործընկերների հետ։ Դենգեն համարվում է բարձր մահացությամբ հիվանդություն, որի դեմ արդյունավետ դեղամիջոցներ մինչև հիմա չկային։ Այն հիմնականում հանդիպում է տրոպիկական գոտիներում, օրինակ հարավ-արևելյան Ասիայում, Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում վիրուսային հիվանդություն է եւ փոխանցվում է մոծակների միջոցով։ Տարեկան 5 միլիոն մարդ է վարակվում, որից 5000-ը ցավոք սրտի մահանում են։ Համագործակցել ենք Սինգապուրի մեր գործընկերների հետ, քանի որ Սինգապուրը հենց գտնվում է տրոպիկական գոտում եւ իրենք շատ հետաքրքրված են այդ հիվանդության դեմ հետազոտության համար։ Նախագիծը համակարգչային մասը արդեն լրիվ վերջացրել ենք, այսինքն այն ամեն ինչ De Novo Science-ը պետք է աներ 50 կամ 100 ամենալավերը արդեն լաբորատորիայում թեստավորում են անցնում, որպեսզի վերահաստատեն մեր կանխատեսումները։ Ստարտափը գտնվում է Seed Pool-ում եւ արդեն ներգրավել է $2 միլիոն ավելի ներդրում։ Ընկերության մեքենայական ուսուցման վրա հիմնված հարթակը տրամադրվում է նաեւ այլ լաբորատորիաների եւ հետազոտական թիմերի վիրտուալ փորձարկումներ իրականացնելու համար։ Այն թիմերի համար, որոնք չունեն համապատասխան մասնագետներ, De Novo Sciences-ը կարող է ներգրավել նաեւ որպես հետազոտական գործընկեր։ Նպատակը այն է, որ առաջիկա 1.5-2 տարվա ընթացքում բավականին այսպես ստաբիլ, սոլիդ շահույթ ապահովել, այդ շահույթ ապահովել թե տեխնոլոգիայի սոֆտի վաճառքի միջոցով, թե սերվիսներ մատուցելով, բայց մենք սերվիս մատուցող ընկերություն չենք, ուզում եմ դա էլ հստակեցնել։ Մենք ընկերություն ենք, որը առաջին հերթին իր տեխնոլոգիայի միջոցով փորձում է տեխնացու դեղամիջոցներ ստեղծել եւ հետո դրանք է որ կարող են այլ խոշոր ընկերությունները գնել դեղագործական եւ առաջ տանել եւ այդտեղից մենք ստանանք մեր շահույթը։ Երբ ստարտափը նոր էր հիմնադրվում, նմանատիպ տեխնոլոգիայով մի քանի տասնյակ ստարտափներ կային, բայց հիմա այս ուղղությունը գնալով աճում է, աշխարհում կա 800-ից ավելի ընկերություն։ AB-ն ունիվերսալ լուծում չի եւ ինքը այսպես պանացեան չի, հա, հրաշքը չի, որ եթե AB-ն օգտագործեցի, հաստատ խնդիրները կլուծվեն, բոլոր հիվանդություններն կբուժվեն։ Այդ 800 ընկերությունների մի զգալի մասը չեն լինելու ապագայում։ Կլինեն միգուցե նոր ընկերություններ, հա, շատ ավելի ռացիոնալ, շատ ավելի զգուշավոր, շատ ավելի քիչ մեծ սպասելիքներ վաճառող, հա, ու կարևոր է, որ նրանք, որոնք կան կլինեն հետագայում, իրոք այսպես ոչ թե փորձեն իմպլեմենտացնել տարբեր AB-ներ, ուղղակի հանուն նրա որ դա AB է, այլ փորձեն այնպիսի խնդիրներ լուծել, որը մեքենայական ուսուցման միջոցով լուծելը ավելի իրոք արդյունավետ է լինում եւ շատ ավելի արագ է լինում, քան թե միայն մարդու միջոցով։ Բայց նույնիսկ այդ պարագայում էլ կոմբինացիան է լինելու վերջում, այսինքն եւ մեքենայական ուսուցում եւ լավ մասնագետներ միասին համադրված միգուցե կարողանան շատ ավելի արդյունավետ աշխատեն։ Այսպիսով ստարտափը արհեստական բանականությանը մոտենում է պրագմատիկ ձևով ու ինչպես էլ AI-ը փոխի տեղագործության ապագան, De Novo-ի նպատակը լինելն է այդ ապագայում իր ստեղծած տեխնոլոգիայով ու նրա շնորհիվ ստեղծված տարբեր դեղամիջոցներով։ Մեր տեխնոլոգիան ինքը, այսպես ասենք, հիվանդության վրա ֆոկուս եղած չէ։ Իր համար էական չէ ինչ հիվանդություն։ Իր համար միակ կարևոր բանը, որ դուք ունենաք ձեր սպիտակուցի եռաչափ կառուցվածքը, որի հիման վրա եւ որի վրա հենց այսպես իրոք ֆիզիկապես հենց իր վրա կարողանա կառուցել քիմիական միացություններ։ Սա է միակ կարևոր պայմանը, որպեսզի տեխնոլոգիան սկսի աշխատել։ Նպատակը, հա, կայանում է նրանում, որ մենք կարողանանք մեր գործիքների միջոցով, մեր տեխնոլոգիաների, որ մենք սարքում ենք, նպաստենք, որպեսզի ստեղծվեն դեղամիջոցներ։ Շատ ավելի երկրորդական է իրականում զուտ նպատակի տեսակետից արդյոք այդ դեղամիջոցը մենք մեր անմիջական մասնակցությամբ կլինի, թե ուղղակի մեր գործիքների օգտագործմամբ կլինի։ Վաղ թե ուշ, եթե հիվանդանոցներ եւ հետեւաբար հիվանդներին հասնեն դեղամիջոցներ, որոնք իրենց ստեղծման ինչ որ этаպում օգտագործել են մեր գործիքները, մեր միջոցով թե առանց մեզ, դա արդեն շատ մեծ մեզ համար հաջողության նշան կլինի։